Պատերազմի առաջին իսկ օրը Իրանի հոգևոր առաջնորդի և ռազմաքաղաքական վերնախավի առանցքային դեմքերի սպանությունից 18 օր անց Իսրայելը հայտարարում է նոր սպանությունների մասին։ Այս անգամ սպանվածների թվում նշվում է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, Իսլամական Հանրապետության ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը, որն ըստ որոշ տեղեկությունների Ալի Խամենեիից հետո երկրի փաստացի ղեկավարն էր։ Աշխատակազմի ղեկավարը հենց նոր ինձ տեղեկացրեց, որ գիշերը սպանվել են Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանին և Բասիջի ղեկավար Սոլեյմանին։ Սպանության մասին Իսրայելի հայտարարությանը գրեթե զուգահեռ Ալի Լարիջանիի X-ի էջում հայտնվեց գրառում, որում ցավակցական նամակ էր հղվում զոհված իրանցի նավաստիներին։ Իսկ Ղոլամ Ռեզա Սոլեյմանին, որն ըստ Իսրայելի նույնպես սպանվել է, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 5 ճյուղերից մեկի Բասիջի ղեկավարն էր։ Այս ստորաբաժանումը պատասխանատու է իսլամական կարգի և հեղափոխության պահպանման համար։ Իսրայելական կողմը լուսանկար է հրապարակել, որտեղ ըստ Նեթանյահուի գրասենյակի Բիբին հրաման է արձակում սպանել Իրանի առաջնորդներին։ Սրանից ժամեր առաջ Թասնիմը հայտնել էր, որ իրանական հրթիռները հարվածել են Երուսաղեմի դիրքերին։ Մի քանի հրթիռ էլ ընկել է վարչապետ Նեթանյահուի գրասենյակից մետրերի հեռավորության վրա։ Իրանի դեմ պատերազմը կռվախնձոր է դարձել Միացյալ Նահանգներ Իսրայել տանդեմի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև։ Ռազմական գործողություններն ավարտելու ժամկետների անորոշության ֆոնին նահանգների նախագահը խաղարկում է Հորմուզի նեղուցը վերաբացելու թեման, որպեսզի պատերազմի մեջ ներքաշի դաշնակիցներին։ Սակայն սա ՆԱՏՕ-ի պատերազմը չէ։ Սա Եվրոպայի պատերազմը չէ, մենք Կարմիր ծովում ունենք ռազմածովային ուժերի ներկայություն, քննարկվում է այն ուժեղացնելու անհրաժեշտությունը, սակայն ԵՄԱ անդամ պետությունները մեր մանդատը Մասկատից դեպի հյուսիս Հորմուզի նեղուց ընդլայնելու ցանկություն չունեն։ Եվրամիության անդամ երկրները որոշել են ռազմական նավատորմ չուղարկել Հորմուզի նեղուց, թեպետ Թրամփը խիստ քննադատել էր իր օգնության պահանջը մերժող դաշնակիցներին։ Բազմաթիվ երկրներ ինձ տեղեկացրել են, որ իրենց նավերը ճանապարհին են, որոշները շատ խանդավառված են, իսկ որոշ երկրներ, որոնց շատ երկար տարիներ օգնել ենք, բոլորովին ոգևորված չեն։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը շուտով կներկայացնի այն երկրների անունները, որոնք կմասնակցեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը։ Փակելով Հորմուզի նեղուցը, Իրանը կաթվածահար է արել ռազմավարական նշանակության առանցքային ծովային զարկերակը, որով անցնում է համաշխարհային էներգակիրների 20%-ը։ Միջազգային կոալիցիա ստեղծելու Թրամփի մտահղացումը կարծես տապալվում է։ Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է Թրամփին, հայտարարելով, որ իրենք մտադիր չեն ներգրավել մեծ պատերազմին։ Ֆրանսիան, Իտալիան, Ավստրալիան և Ճապոնիան նույնպես չեն օգնի։ Առավել կոշտ մերժում է եղել Գերմանիայից։ Ինչ են ակնկալում աշխարհը և Թրամփը եվրոպական մի խումբ ֆրեգատներից, եթե ամերիկյան հզոր ռազմածովային ուժերը չեն կարողանում գործը գլուխ բերել։ Մենք չենք սկսել այս պատերազմը։ Մենք ուզում ենք դիվանագիտական լուծում ու արագ ավարտ։ Բոլորին հետաքրքրում է ի վերջո երբ է ավարտվելու պատերազմը և արդյոք կվերսկսվեն իրանցիների հետ բանակցությունները։ Նրանց բոլոր ղեկավարները մեռած են, մենք չգիտենք այժմ ում հետ գործ ունենք։ Իրանի նոր առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեին, որին շատերն արդեն այն աշխարհ են ուղարկել, մերժել է Միացյալ Նահանգների հրադադարի առաջարկները, հաղորդում է Reuters-ը, հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի։ Նշվում է, որ ամերիկացիները նախկինում երկու միջնորդների միջոցով Թեհրանին էին փոխանցել լարվածության նվազեցման և հրադադարի վերաբերյալ առաջարկները։ Միացյալ Նահանգների նախագահի պնդմամբ Իրանի առաջնորդները ջնջվել են երկրի երեսից։ Երկիրն այլևս չունի ոչ նավատորմ, ոչ օդուժ, ոչ հրթիռներ, ոչ էլ անօդաչու թռչող սարքեր։ Դոնալդ Թրամփն Իրանի հետ պատերազմը բնութագրել է որպես շատ բարձր մակարդակի շախմատային խաղ, նշելով, որ գործ ունի շատ խելացի, բարձր ինտելեկտ ունեցող խաղացողների հետ։ Իդեպ իրանցի խաղացողները ծաղրում են Թրամփին։ Առաջարկելով էպիկական ցասում գործողության անունը փոխել էպիկական վախի։ Ուղերձ Միացյալ Նահանգների նախագահին, պատերազմի ելքը չի կարող որոշվել թվիթներով, պատերազմի ելքը որոշվում է դաշտում, հենց այն վայրում, որին դուք և ձեր ուժերը չեք համարձակվում մոտենալ, և դուք կարող եք դրա մասին խոսել միայն ձեր թվիթներում։ Ավելի լավ է այս պատերազմն անվանել ոչ թե էպիկական ցասում, այլ էպիկական վախ։
Իսկ ռազմի թատերաբեմում փոխադարձ հարվածների ինտենսիվությունը չի թուլանում։ Գիշերն ամերիկյան դեսպանատունը Բաղդադում ենթարկվել է զանգվածային հարձակման, անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների կիրառմամբ։ Իրանը կասետային հրթիռներով ռմբակոծում է նաեւ Իսրայելի քաղաքները։ Հրեական պետության դեմ ակտիվ պայքարում է նաեւ Իրանի պրոքսի խմբավորումը։ Հեզբոլլահը հարվածներ է հասցրել Իսրայելի Նահարիա քաղաքին։ Խոշոր հրդեհներ են բռնկվել։ Միաժամանակ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանում ռազմական թիրախների վրա հարվածների կադրերը։ Ամերիկյան կողմի պնդմամբ հաջողությամբ ոչնչացրել են իրանական ավելի քան 100 ռազմանավ եւ շարունակում են աշխատանքը։ Իրանում թիրախավորվել են նաեւ բնակելի թաղամասեր, շենքերից մեկի վրա ական է ընկել։ Կարմիր մահիկի փրկարարները փլատակներից դուրս են բերում վիրավորներին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։